Չէ, բայց դու տեսա։ Հնանին պալուս։ Եթերի երկրորդ մասը կարա լինի, ոչ թե կարա այլ պարտադիր բդելի 25+։ Դու տեսար վաղով։ Ես որ կսեմ մեր պարո Փաշյանն ազնվագույն, ազնվատոհմիկ ոզի տղա է, նժույք է արաբական չէ, թուրքական։ Made in Turkey, այսինքն произведено в Турции, ընձի կսեն չէ աղբեր, Փաշինյանն կխապա մեր ժողովրդին, հելը կներեք, այսինքն այ կամբխվավ, կես, տեսար ես օրվան իստեղ աղով, բա, ազնվագույն մեծատոհմիկ մուրացկան ասմա, տիկին ավան է ու խնդալը դրա, խնդալով ասմա, տիկին ավանեսյան, եբ պտի մեզ բուժեք, մենք էլ ենք հիվանդ, ու են ագարգեն, են շլդոն էլի, ջոգես, է որ քիթն չլնի աշկեր իրան 69 պոզայով դոմպեմ են, դու 69 պոզայով Աննա Հակոբյանի նկարի այդ քնած կաս, հա, իչավ դույց, իչի գնա, էխք, 69, Այն փղիկներով տրուսիկն ես հակնեմ, որ դնում ես տրուսիկիդ մեջ քնում ես Աննայի նկարը։ Անճաշակի մեկը։ Այն գիր, մեր ազնվատոհմիկ վարչապետն ասում է, Տիկին Ավանեսյան, ընչեք մեր բուժումը ցիտում են, պարոն Անկոտրյալի Փաշինյանին, թողուն վաղվա վրա ես էլ բուժեք մեզ ու խնդում է։ Այն կրթությամբ մենտնել, այն շլդոագարկեն։ Վայս պրոպաշյան, հիվանդներին բուժում ենք, առողջներին էլ բան ենք անում, ինչ ենք անում, պատվաստում ենք։ Նիկոլ Փաշինյան, քանի որ ընդդիմադիր դաշտի մեծամասնությունը ամուլ է, այսինքն քո ամորձապարկի տակից դուրս չի գալի, բոզից տղա։ Դու ում ես դրեք գժի տեղ, ուզում եմ հասկանամ, էլի, որտեվ ես ինչքան փորձում եմ կուլտուրական ֆորմատով խոսամ, այնքան քո որոշակի անուղեղ աջակիցների, հա, որոշակի, ոչ բոլորն են անուղեղ։ Մի մասը հաբրգում է ու YouTube-ի մեջ փորձում անձի քֆուր գրի։ Նիկոլ Փաշինյան, դու են կարգի կալիբրի բոզի տղա ես, որ ասում ես մենք հիվանդ ենք, մենք ետ պետք է բուժվենք։ Պոռնիկի տղա։ Հիվանդը ունենում է սխալներ։ Հիվանդ մարդը, եթե մարդը իրոք հիվանդ է, բոզիս տղա։ Չի հելնում ասում Արարատը մեզ պետք չի, չի հելնում ասում կոնյակը մերը չի, ոնց որ քո նման բոզի տղեն, չի հելնում ասում կաթողիկոսը երեխա ունի, չի հելնում ասում կաթողիկոսին հրավիրում եմ տենայիմ չելած տոզի կրակած պատրոնը թլպատվածա թե չէ, դրանով հանդերձ նվաստացնում է մի ողջ ազգի, մի ողջ ժողովրդի, դու հիվանդ չես, դու ծրագրավորված բոզի տղա ես, ում բերել են, որ Հայաստանը հիմնահատակ քանդի, Պրոստը քո կողի հավքված լափակերները որ կան, ոչ բոլորը, են հատուկ լափակերները։ Էսի ձեր գրած կոմենտների շնորհիվ է, որ ես ֆորմատով եմ խոսում ձեր հետ։ Իրանց համար պոխույա, դու կլնես ընդ է, ով ուզում ա լինդե, իրանց փողը տան ծծցնեն, այդ է մեր հասարակության մեծամասնության մտածելակերպը։ Ցավոք սրտի եմ ասում, մեր ազգի մենտալիտետն է դա։ Ազգի չէ, ժողջանի, ազգին չեմ կպնի ես։ Արարատը մերը չի, կոնյակը մերը չի, մեզ մենք հիվանդ ենք, բա եբ պտի մեզի բուժեն, հելի մի հատ պաստարի վրա գնա բիտես, քունում են եպի։ Տես ասում է, ուղտի պարը կամրջին է գալի, հենց ես սկսում եմ խոսալ, սաղ հիշում են, որպի զանգեն ընձի։ Ամեն օր սիրում է, ամեն անպատե առիթով սիրում է, չէ՞ տաս եվրոպական պոռնիկի պես ինչ-որ հանձնաժողովներին խոսած ապագա կա ապագա, ճիշտ է։ Առանց խոսալու մեր գերիների մասին, որոնց մասին մոռացել եք, քունեմ ձեր սաղու սատկացը։ Ով որ գտնվում է այդ խոսքս վերաբերում է բոլոր նրանց, ովքեր կազմում են կառավարության մաս եւ թքած ունեն հայ ռազմագերիների վրա։ Ես նկատի ունեմ այն տղեկին, ովքեր հավատալով ձեր նման բոզի տղեկին, հելան գնացին կռվելու գերին գան։ Ես նույն կալիբրի բոզի բալել են մարդիկ են, ովքեր հավատում են, քեզ հավատացին, որ դու 2 ամսից գերի բդի բերես։ Ուղեղից թոփալ։
Այդ եք դուք։ Հելի պլակատը դվեկալ վրեն գրի պամագիծ է, այս ստրուկ։ Հելի գնա եվրոպական հանձնաժողովներում այդ պլակատով մանարի, որտեղ արդեն քո խոսույթը արդիական չի, բոզից տղա։ Հիվանդ եմ ասմանցի եպտի բուժեք, դու հիվանդ չես։ Այն որ ասվա Նիկոլ Փաշինյան անմեղ սունակա, ամենամեծ անմեղ սունակը ինքն է։ Դու ծրագրված անում ես ամեն ինչ, որպեսզի հայի ինքնությունը դու կոտրես։ Ամեն ինչ։ Դու հենց իզուր չես կպե Արարատ լեռանը, հա, որ մերը չի, նորագույն Հայաստան, Մեսրոպ Մաշտոցի նկարը QR կոդի տակ։ Բերեմ հասարակ օրինակ։ Սփյուռքը, հայկական սփյուռքը, աշխարհասփյուռ սփյուռքը, ինչի հիման վրա է հզոր, հարց բոլորին։ Հզորը ատնասից է, հարաբերական հասկացողությունը, որտեղ նույն սփյուռքի մեջ կան մարդիկ, ովքեր ասում են Նիկոլ Փաշինյանի ամորձիքն պաչեմ դնեմ ճակատիս։ Ընդհանուր սփյուռքի հետ եմ։ Երբ որ Թուրքիան ոռը վառված լինելով հանդերձ ասում է հայկական սփյուռքը պետք է փակվի, հայկական հարցը պետք է փակվի։ Որն է սփյուռքի հզորության գաղտնիքը։ Որն է սփյուռքի մարդկանց հայերին համախմբող այդ գործոնը։ Ազգային գաղափարախոսությունը, որը դու կոտրում ես բոլորի մեջ։ Իսկ ազգային գաղափարախոսությունը ինչի վրա է հիմնված։ Հե՞։ Մեր ավանդապաշտության ազգային դիմագծի, ինչու՞ չէ նաև Մասիսը հայկական լինելու, Արարատ լեռան հայկական լինելու գործոնի, մեր հայրենասիրական երգերի, որոնք արգելվել են հանրապետությունով մեկ, մեր զոհված տղեկի նկարներին նայելով պետք է մատաղ սերունդ կրթվի, նկար գոյություն չունի դպրոցներում, կպցված է Ռոմանոս Պուպուլիկի ու ինչ խեռիս ծայրի նկար, խի, Ռոմանոս Պուպուլիկը տա հերոս թե Ալբերտ Հովանիսյանը, որ հացը ձեռը դեքսանի պարաններ քաշն, որ սնայրատ կրակ էր։ Ու այդ Ալբերտի պապան, լինելով հայ ազգի մասին մտահոգ մարդ, լուր չէր տարածում, որ այդ նկարը համացանցում տարածվելու պահին, Ալբերտն արդեն չկար, Ալբերտը զոհվել էր, ինչ էր զոհվել։ Քանի որ քո նման պորնիկի տղա են 18 թվին գալով իշխանության, բոզիս բալա։ Ասես Քոչարյանն ու Սերժը Թալանել են բանակը, բայց 2 տարի ժամանակահատվածում 2 հատ մակետ սամալյոտ բերեց, բոզի ծնունդ, նստավ մեջը սելֆի արեց։ Այ դրա համար։ Քո նման պորնիկի տղաները Հայաստանի ղեկավարը, երբ որ Սփյուռքը Նաշնոյ Վիձենյա դեղորայ եսիմինչ ուղարկում էր, բայց քո նման գանդոնի բալեն չեր ասեմ, կարգոյի պատվալների դռները բացեք, ուղարկեք Արցախ։ Չեր ուղարկեմ։ Զենքու զինամթերք չեր ուղարկեմ Հայաստանից Արցախ։ Վայենկամատներից հետ էին ղրգում, այն մարդկանց, ովքեր ասում են ախպեր, մեզ տարեք, իմ ընկերոջ արյան գնով պահած Արցախը պահեմ հայկական։ Վայենկամատներում քո ժամանակաշրջանում վայենկոմներն ասում էին մեզ կռվող պետք չի։ Իսկ այն աչքարիկ բոզից տղեն, ով այսօր դարել է կուրկուրից զակ, Բաքվում։ Հելավ վիստուպատելով ասեց, թշնամին գտնվում է Արցախից Շուշիից 5 կիլոմետր հեռավորության վրա, եկեք պահենք Շուշին։ Ու այդ նույն բոզի տղեն, մուտիդ կսես, որ Ռուսաստանի Դաշնությունը 70,000 ռուսական անձնագիր չբաժանի արցախցիներին, որոնք արդեն Արցախում էին, հասկացաք, բոզի տղեկի կուտոք, որտեղ ձեր նման պորնիկի բալեքը, երբ որ քեշ փողը ձեզ տալի առնում են, ձեզ հոգեպես առնում են, քանի որ դուք ձեր էությամբ մարմնավաճառ ագարկեք եք, դուք ձեր հոգին կծախեք, մարմինը կծախեք, ձեր հայրենիքն ու ձեր տունը կծախեք, ձեր համար գերադասել էր, որ Արցախը լինի թուրքական, բայց ոչ ռուսական ազդեցության գոտի։ Ու դուք հլնեք գոռակ ասեք, ռուսը լավը չի, ռուսը հանձնեց Արցախը։ Խափում եք բոզի տղեք։ Նիկոլ անձամբ դու ես հանձնե Արցախը։ Ռուսն իր մեղավորության բաժին ունի։ Ռուսն իր մեղավորության բաժին ունի, որ քո նման բոզի տղուն ասեց ինքը դավաճան չի։ Կներեք։ Որ քո նման բոզի տղու ոռու բերանը մեկ չարեց։ Բայց մյուս կողմից ոնց մտածում եմ, օտար ազգ, հա, հայ, ռուս, օտար ազգ, երկուսն էլ քրիստոնյա ազգ։ Ռուսը պարտավորը ըզից շատ հայ ելնի։ Չէ,
Ռուսը պարտավոր է հայից շատ սիրի Հայաստանը։ Իհարկե ոչ։ Ռուսը ունի իր գեոպոլիտիկ շահերը։ Ու եթե այսօրվա իրականության մեջ արդեն տևական ժամանակ հայը, ազգությամբ հայը, ով ասում է Հայաստանն իմ հայրենիքն է, համակերպվել այդ իրականության հետ։ Ասում Արցախը մերը չի, մերը չէր։ Տավին Թուրքին գնաց։ Այն 240 հոգի, որ ջերմուկում զոհվան, դրա տարելիցի օրը ջերմուկ բանում, Հրազդանում ֆեստիվալ են կանում։ Հրազդանում ով է քաղաքապետը։ Մալչիկ պայմինի Սասունի տղեն։ Սասունելով է երկրապահի դիրեկտորը։ Սասունը մի հատ զանգեց, ասեց տղա ջան, իմ տղեն ես, ցավը տանեմ, ես էլ երկրապահի բանն եմ, ղեկավարն եմ։ Այս օրով ֆեստիվալ մի կազմակերպի, մի պղծեք այդ 240 զոհի հիշատակը։ Բայց զենման բոզի բալեկը խոսում են ազգային գաղափարախոսությունից։ Ձեր ազգային գաղափարախոսությունը Էրդողանի գրքի մեջ է գրած, քունեմ ձեր նավարը։ Ռուսը տվեց Արցախը, խափեմ եք բոզի տղեք։ Ռուսը հելավ հայտարարեց, ասեց, այո, ես ճանաչում եմ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ցիտատ է այսքան տեղը։ 86/6-ը ներառյալ Արցախը, թե Նիկոլ Փաշինյանը։ Հե՞։ Իհարկե Նիկոլ Փաշինյանը։ Բա ոնց հելավ ռուսը տվեց Արցախը։ Եթե դու քո տան դռները բացում ես, ասում ես եկեք ծծրեք, այս սենյակն էլ կդրեք վերցեք։ Դու կարաս հնես քո հարևանին մեղադրես, ասես, այս բոզի տղեն էր մեղավոր, ես իմ սենյակն կորցրի։ Այն մյուս հարևան կասի, այ գանդոն, դու ես քո այդ սենյակը նվեր տվե, պրիզնատեկե կադաստրով քո այս բռի հարևանի, անկիրթ հարևանի տարածքային ամբողջականության մաս, կադաստրով։ Բայց դրանով դու չբավարարվար, բոզի տղա, որ այսօր հելա ասում ես, Տիկին Ավանեսյան, մենք հիվանդ ենք, մեզի բուժ է, քունեմ լավը, տեսել ես բրիլյանտովը ռուկա կինոն, Նիկոլ Փաշինյան, հա, ցեղատեսակդ քունեմ, ասել եմ 25+։ Տեսել ես այդ ֆիլմի մեջ կադր կա, երբ որ են դերասաններից Միրոնովը ընկնում է մի հատ ջրափոսի մեջ, հա, կղզու վրա, որ գորմա պամա գիծ է, հետո տրուսիկը հանում կապում է փեդիցերին, պորնիկ, ու էթում է այն տղու հետևից, են ցանցով տղու հետևից, որ մտածում է տղեն սուրբ էր, որ հետևից ուսին խտում ասում է, «Дяденька, что случилось?» Հեմի քեզ եմ ասում, Նիկոլ, что случилось? Հա? Խույպլյոտ ты ебаный, блядь։ Դու մի հատ քո պետական ապարատով հանդերձ։ Քիչ ես լնում Ալիևին ասում, հարգելի Իխլամ Գեյդարովիչ։ Ես իմ ազգին, իմ ժողովրդին, բայց հայը քոնը չի, քոնը արազիապից այն կոմա, բոզի տղա։ Քարոզում եմ, ասում եմ, որ պետք է մենք բան անենք։ Էս ով եք ասած քիփ կայնավ։ Էս ես ամեկը վայթե ծեծ կուտի, գիտես։ Հտնամ կնիգը լավն է։ Կնիգը չի։ Տատնա։ Չէ, բարիքը մեծ է, գնա։ Քիչ ես ասեմ, ներքին հեռախոսակապով զանգեմ, ասեմ, Իխլամ, ես իմ երկրում քարոզում եմ խաղաղասիրություն, որ մենք դե ադրբեջանցիների հետ խաղաղ ապրենք։ Հա։ Խաղաղ պետք է ապրենք։ Heç կապ չունի, որ 4-5 տարի առաջ ադրբեջանցին վանքեր եկեղեցի էր պղծում, սրբա պատկերներ էր ճղում, Հիսուս Քրիստոսի նկարներ վերցում խփում քարերին, գերեզմաներ էր պղծում։ Բա դու քո երկրի մեջ լինելով երկրի նախագահ, բռնատեր։ Քիչ ես ասում, արա ժողովուրդ ջան, ընդ ուզում են խաղաղություն, հա։ Եկեք մենք էլ մի քիչ խաղաղության ցկտենք, այլ ոչ թե մանկապարտեզներում եւ դպրոցներում հային ատել սովորցնենք մատաղ սերնդի։ Բա քիչ ես ասեմ, հա։ Այս սոյդ քունը։ Էտնես մի երկու անգամ կատակով խոսացի, հումորով խոսացի, հենց այնքան եք հաբրգե, որ մտնեմ YouTube-ի մեջ քֆուր եք գրեմ, կծծծնեմ ձեր նավարին։ Բայց այնց, որ ձեր տնեցի Երանի կտան։ Կասեն, մեր տուն էլ արի էլի, հա։ Խասկցակ ինչ ակսեմ։ Թե չխասկցակ։ Խասկցակ, չէ։ Դուք էլ կհելեք գորակ հարություն մկրճանի պես լավ ալինելու։ Օմոնեսիմոլա է սիրա գործողություն ընկենա, մաստեր svojevo ցելա։ Ձեր մազեր պրոստը երգրցրեք։ Ես սիրում եմ մազերը կամ շոյեմ կամ մազերից բռնեմ։ Խասկցակ բոզի բալեք։ Է որ YouTube-ում արդեն հաբրգել եք։ Ակտիվ մասնակցեմ ձեր ընտանիքի բազմացմանը։ Չուրի լույս։ Խասկցակ, թե չէ։ Այս մտիկին Ավանեսյան ինձ մի քիչ բուժեք է։ Քունեմ տերդ քո միակ բուժումը գիտես որն է։
Տարանդեզին ցաղ չլինի քեզ վառեն։ Դու ինքնահրկիզվես։ Դու չէիր ասում, եթե ես սխալ թույլ տամ, թո ժողովուրդը գնդակահարի ինձ պատի տա, քո խոսքերն ա։ Մեկը հլամ ասում ախպեր, ես գոհ չեմ քո կառավարություն։ Կառավարումից ինչ ես անում, դուբլեմ տանեմ փագում ես, խոշտանգելով։ Բայց ո՞նց է լավ, դու այդ ժողովրդավարես Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչյանը բռնատեր էին։ Ո՞նց է լավ այդպես բան։ Հա՞։ Ու ընձի միջև վերջ փորձում են համոզեն, որ 18 թվին այն 20 հոգով, որ վերընկած է եկե հրապարակում, ու ռեսկի մի հազարներով մարդ է լավ։ Չգիտես խի, չգիտես ինչի, շտոք դե կագդա նայել ես վաղը։ Այդ հաղորդումն էր, 20 բջբեներով լծված էին են լավը քունած են ֆանտանի կողը, ռեսկի հազարներով մարդ է լավ, այրոպորտն հելավ ոտի, բա, 20 հատ ռյուգզակ ցինուսին եկան հեղափոխությունը իշխանությունը վերցին, ռադիոտուն գրավեցին, նույն բոզից տղա Արսեն Թորոսյանը եւ Անդոն Քոչարյան ասում են այդպիսի քայլ եթե լինի պիտի տեղում գնդակահարվի, բայց ձեզ ինչի՞ չգնդակահարին ձեր ասած բռնավոր Սերժ Սարգսյանը, հա, դուք ասում եք Սերժ Սարգսյանը բռնավոր է, չէ՞։ Ես ոչ մեկի դատապաշտպանը չեմ, ոչ Սարգսյան Սերժի, ոչ Քոչարյան Ռոբերտի, ոչ էլ առավել եւս Լևոն Տեր-Պետրոսյանի ում ես չեմ սիրում։ Ով քեզ ծնեց, ասեց իմ կլրից թռած հազար ներողություն։ Գնա մտի քաղաքականություն, երկրի մաման քունի բռի արևին։ Այսօր ասում Նիկոլ կոնսենսուս ձևավորի։ Դա լավ էլի Լևոն։ Չեմ ուզում քեզ կոպտեմ, որովհետեւ իմ ընկերների մեջ մարդիկ կան, ովքեր քեզ հարգում են որպես Հայաստանի առաջին նախագահ։ Հեչես որ անցը հանգարց քեզ, դու կխույվորես։ Այդ սիկլոպ։ Էլ եմ ասում, խուրբանն ես խուրբանատեղին։ Լևոնը բերեց, աճծրին բերին հասին այսօր բոզի տղեն, վարյատավ է Արցախը։ Հայաստանի սուվերեն տարածքից տվելա Թուրքին։ Մի անգամ չի խոսում գեյների մասին, մի հատ բոզի աղջկա հետ նստած ասում, ես հիվանդ եմ, ձեև դի բուժեք, բախեք կցեմ վաղվա վրա։ Քո հիվանդությունը լսել ես ռուսերեն խոսքա, պորնիկի տղա, ասում пуля очень много меняет в голове, даже если попадает в жопу. А это քո հիվանդության բուժումը։ Վախկոտ ղախպի տղա։ Հղի աղջկան գցիր մեքենայի տակ, մարդիկ էլ YouTube-ում գրում են պրոտոկոլով իրավունք չուներ կայներ ավտոշարասյունը։ Հա, բան չասի։ Պրոտոկոլով իրավունք չուներ կայներ, բայց կարան այդ ավտոշարասյան ղեկավար կազմը ասել, ախպեր, մի հատ արագի մեջ սկորի հասցրեք այս փողոցի վրա, կամ մի ավտո հետ մնացեք այս աղջկան հասցրեք հիվանդանոց։ Կարող է փրկվի շանսեր ունենա։ Ու այդ նույն մարդու ավտոշարասյունն է, ով 2018 թվի կարմիր սվետաֆորի կարմիր լույսի տակ ինքը կանգնում էր։ Ասում էր ես օրինական վարչ, ես ինձ վեր չեմ դասում ժողովրդից։ Բա համեղ ես վեր դասում։ Բախի Հայաստանի աբրող ժողովրդից ոչ մեկ չի կարամ քո խուճուճ աներզակ հրաչուհու պես, էթա ես իմ ինչ Ամերիկայի նահանգ, որտեղ ամեն թաղամասի բնակիչ ունի 2 հատ յախտա։ Իրան թույլ տա անշարժ գույք առնի։ Հա՞։ Ու այնքան լկտի բոզի տղաս, որ ասում ես 8 միլիարդն ինչ էլ է, զենք եմ առել։ Սա բերանը քունեմ Նիկոլ։ Թե դու 8 միլիարդի զենք ես առել։ Ու հետարքինն է որ ընդդիմադիր են, չէ՞։ Ընդդիմանում են Նիկոլին։ Ասում են մենք Սարոշկան դու ճղա, հմի, արծած ծավիկի պես։ Բայց մենք Սարոշկան ներքին կարգով Վալբրիսով զակաստուր ես փղիկներով հակնեմ։ Հենց քեզ էլ դիմեմ պարոն Փաշինյանով։ Մի քիչ վազմուշացալն է, որ բնական լինի։ Ու այդ մարդիկ չեն ասում 8 միլիարդից հասենք 1 միլիարդի զենք ես առել։ Բարի մնացած փողն ուրա։ Հա՞։ Ուրա պետական պարտքը 15 միլիարդն անցել է, ուրա։ Խի չեն ասում։ Փայ են։ Փայ չեք։ Ախր որ սկսեմ խոսալ ձեր դեմ, դու կխույվորեք։ Կխույվորեք բառից բոլոր իմաստներով։ Որ մեկը ինչ օրթախ բիզնեսների մեջ է։ Նույն անկոտրելի Նիկոլ Փաշինյանի հետ։ Կխույվորեք, արա։ Բայց դու կընդդիմադիր բանա չէ, մի հատ մոմենտ կասма, ցերեկը շպակլովկայա կքսենք, իրիկ վան գողականակերտանք, առավոտ իրանք բիզնեսակեն են, մինչև աբեդ Նիկոլի հետ, իրիկ վան իրանք ընդդիմադիր են, այդ մեն գործիստուն մի հատ լողնում են անստմա, լավ է լինելու, այն երջանկա հիշատակներ ասում լորիսը, լավ է լինելու, այն որ գնաց են էստել էլ մի մութ անկյունում, ունքերը գիտե ու լաց էր լինում,
Չոքնետ, էտա չընտրվավ, չէ՞ բավո։ Այն անալիզի բաժակով Արամ Զավենովնան քիշես։ Եղբորը սրացը պահել էր պետք։ Վազգենի եղունգը դու չարժես։ Այ ղզիկ։ Վազգենի անունով, հələ մի հատ Վազգեն Սպարապետի, Վազգեն Սարգսյանի գործոնը դրեք մի կողմ։ Արամ դու ով ես вообще։ Քեզ նայում եմ որպես անհատականություն, որպես կերպար։ Դու ով ես, քո կյանքով մեկ դու ով ես։ Եթե Վազգենը չլներ։ Զրո, չէ։ Քո օգտակար գործողության գործակիցը ո՞րն է։ Քանի տոկոսա կազմում, 0։ Քո IQ-ն քանի տոկոսա կազմում։ IQ-ն գիտես ո՞րն է։ Ո՞րից իմանաս, դու այնքան ես ցեմենտ քաշե քթերդ քո գործանում, IQ-դ вообще հավասարվել է 0-ի։ Դու մի ցելի ազգի դնեն գժի տեղ։ Տիկին Ավանեսյան ասում է, բա մեզ երբեք բուժելու մենք հիվանդ ենք։ Ոչ, դու հիվանդ չես։ Քեզ հավատացող ժողովուրդն է հիվանդ։ Որտեվ դու հասարակ տրամաբանության շրջանակներում, երբ որ դու քեզ ընտրում ես թիրախ, Էդի պիտի ամեն հայ հասկանա, կապ չունի ինքը Հայաստանում ապրում, թե Հայաստանից դուրս։ Նիկոլ Փաշինյանն ընտրում է թիրախ։ Այդ կոնտեքստի մեջ նայեք Նիկոլ Փաշինյանի գործունեությանը։ Նիկոլ Փաշինյանը ինքը իրանով ով է։ 0, չէ՞։ Բայց երբ որ ինքը ունի մի քանի հատ զուբի տարած բառ, KGB, Ռուսիա ագենտ, Ռուսի շպիոն, չէ՞։ Ու ինքը ընտրում անես մարդիկ անհատականություններ, ում ազգի ժողովրդի մի մասը չի սիրում։ Դրա վրա ինքն է հաստատվում է հայ ժողովրդին հերթական անգամ տանելով մեկ այլ ճանապարհով։ Հասարակ օրինակ Ռոբերտ Քոչարյանի փոխանցել եթե 2021 թվին խոսքի օրինակ դրած էր տաբուրետկա, ժողովուրդը տաբուրետկին ցեն կտար, բայց երբեք պարտված ղեկավար չեր ընտրի։ Բայց քանի որ դեմագոգիան մեր ազգի մեջ գերիշխում է, Անձը մեկը գրել էր դեգեներատ էր, չէ՞ այդ գրել։ Ես քո արի մի ասեմ, դեգեներատ լավը դեռ տենակ ունեմ։ Ազգի մեջ գերիշխում է հանրային կարծիքը, լրիվ ծոթոլիկի կինոն է։ Վերցնում է կերպար, խոսքի Ռոբերտ Քոչարյան։ Հիշում եք Պրիվետ Ռոբը, հիշում եք մարտի 1-ը, ու մի հատ այդ բանը ցիտելուց Տարոն Չախոյանի նման պնակալես բոզի բալեկը։ Չեն ասում, արա մարտի 1-ից գոնե մի խոսացեք։ Այդ դրա կադրերը կա։ Ամենամեծ պրովոկատորը Նիկոլ Փաշինյանն էր։ Իսկ Քոչարյանն ինչ արեց։ Սահմանադրական կարգը չթողեց, ձեր նման բոզի բալեկը տապալ են։ Լավ արեց։ Պետք է ձեզ մի հատ էլ վզից ծածցներ։ Պետք է ծածցներ ձեզ վզից։ Այլ ոչ թե, ով ուզում է եղանա։ Համաներում հայտարարել Սերժ Սարգսյանի պես Նիկոլին հանել բերդից։ Ով ուզում է եղանա, ես ճիշտն եմ ասում։ Եվրոպան մեզանայում, քունեմ Եվրոպան, հարգելի Սերժ Սարգսյան։ Այդ նույն Եվրոպան բերանը ջուրառած նայում էր, թե Արցախին ոնց է, իննամիս սովամահլը։ Եվրոպան մեզանայում, հետո ինչ։ Չէր կարա մեկ ներքին հրահանգներ, դու գիտեիր, ինչ կարգի բոզի տղա է աճում Հայաստանի ներքաղաքական կյանքում։ Արմեն Գրիգորյանը ոնց վարի տվին դատարանի դահլիճում։ Ինչ էին տվել խմելեր։ Այն մարդ ով ասում է ժողովուրդ ջան, այն հայտնի կավենի Արմեն Գրիգորյանը, որ դատարանի դահլիճում Ռուբենի կողը նստած վատացավ ու ընկավ։ Դժվար էր Նիկոլի գլուխ մտելը, չէ։ Դժվար չէ։ Բայց մենք սիրում ենք, չէ։ Աշխարհը ինչ իր համար եմ ասում, ծոթորիկի կինոն է։ Համայնքը զորավոր է։ Կոնկրետ իմ համար քունած ունեմ համայնքը։ Եթե իմ երկրի շահին չի համընկնում ինչ որ մի երկրի տեսակետ։ Բայց մենք ազգով եկե հասել ենք այն կետին, որ արա ուրախանում ենք, որ Ամերիկան վերցրել է մի ճանապարհ, որը գտնվում է մեր երկրի սուվերեն տարածքում։ ՄԱԿ-ի գծած քարտեզներով մեր երկրի տարածքի մի մասն է, ծափ ենք տալի։ Ավելի լավ է վերցնի ամերիկացին, քան թե ռուսը։ Ինչ տարբերությունով է վերցնում։ Եթե քո տան, քո երկրի սուվերեն տարածքն է։ Եթե դու լինես խաղացող, այլ ոչ թե ֆուտբոլի գնդակ։ Դու կարաս այդ նույն պոլիտիկան ճիշտ դասավորելով ճկուն դիվանագիտությունը։ Օգուտ քաղես այդ ամեն ինչից։ Եթե տենեմ ես շրջափակման մեջ ես, վիխը չունես, քանի որ մի հատ պոռնիկի տղա ստորագրել է։ Ու ոչ մեկ ընդդիմադիր դաշտից այսօր չի խոսում։ Ասում, այդ Միջանցքա ինչ է այդ Զանգեզուրի։ Դու դա ինչի դիմաց ես ստորագրել, պոռնիկ։
ստորագրվել է նրա դիմաց, որ Լաչինում 5 կիլոմետր ճանապարհ պիտի մնար, որը կկապեր Արցախը Հայաստանի հետ, մայր Հայաստանի հետ։ Չկա։ Ոչ Արցախ կա, ոչ Լաչինի ճանապարհ կա, ոչ Արցախահայ կա Արցախում, բայց Զանգեզուրի միջանցքը դիմություն խաղալով ժողովրդին իշխանքի տեղ դնելով քշում են առաջ։ Արդեն ուրախանում են, որ Թրամփն է ղեկավարելու։ Ոնց որ մեկը գա քո տան սենյակի մի մասը վեկալի նստի շորտիկով, 1000 ներողություն խառնել տնկած։ Դու ասես վախ ես ինչ լավա են մեկն չեկավ, այնի վավշը խուժանեց, նրա ոտերը ընթրաշաշ չէր։ Այդ է մտածելակերպը, որ մի ողջ ազգի դեգրադացիա բերե հասցրել եք այսօրվան։ Կամ չգիտեմ, էլի տարական մտածելակերպ, նավակ ճոճող Վիլենովա, որ Երևանի փողոցներում պլակատներ են, տրաֆարետների վրա բարձրանար գրել Էնվեր Փաշա։ Նավակ ճոճողներ գրեմ, խի։ Հետո էլ մտնում եմ մեր ընկերներից մեկի գրառման տակ գրում է եղբայր, այսպես չի կարելի։ Դա նու նախույ բլյադ։ Դա ձեր անպատժելիության արդյունքն է։ Այդ գրելու պահին, որ մի հատ հայ ապեր կայներ ասեր, «Էս ինչ ես գրում, ընկեր ջան»։ Իմ երկրի տարածքում տրաֆարետի վրա խես գրեմ Էնվեր։ Էնվերի մորն էլ դենը ծծծնեմ, խես գրեմ։ Էնվերը երիտ թուրքերի ղեկավարներից մեկն է, ով 1,5 միլիոն հայակոտորը մենակ Թուրքիայի բանով, տվյալներով։ Խես գրեմ։ Էնվերը սիրեմ, գնա Թուրքիա ապրի։ Գնա ապրի, խես իմ երկիրը ապականում ինչ-որ մի հատ բոզի տղու անունով։ Բայց չէ, կայնող չի լավ, որտեղ մենք ամոթով ազգ ենք։ Մենք կապսոսանք մտնենք Նիկոլ Փաշինյանի էջի տակ գրենք քունեմ նավարը, տես ինչ ես անում երկի, այդ բոզի տղա։ Կուլտուրական ենք։ Բայց մենք կուլտուրական չենք, երբ որ պետք է անձիքը լնգել։ Որ իմ առողջության հաշվին ես իսկան խոսում եմ։ Ու որոշակի բոզի բալեք առանց հասկանալու, որ կարա մարդ ուղղակի սրդացավ իր երկրի նկատմամբ։ Արդեն սլաքը տանում են ընդ տենաս սրանով է փող տալի։ Եթե դուք սովորեք ծախվելու, այդ ծախու ագարկեք։ Դիմացինին ձեր արշինով մի չափեք։ Ինձ ոչ մեկ փող չի տալի խոսալու համար։ Առաջարկ եղել է, չեմ համաձայնվել։ Որտեվ ես ձեր նման ծախու տեսակ չեմ։ Հա? Հասկացանք իրար։ Տենաս քամին որդից է փչում։ Համի ասել էի քամին որդից է փչում։ Հեծից տնորենի ծերից է փչում։ Դուք ես սկսում եք պարել, դե ծապտվեք, ծերից բռնեք, թապտվեք։ Աղբի տղեք։ Մի ողջ ժողովրդի դրել եք գժի տեղ, արա։ Մի ողջ ազգի դրել եք գժի տեղ։ Արման Թաթոյանն է, հելը վիստուպա տնեմ։ Վիզը կպոկեմ, եթե ես լնեմ վարչապետ։ Դու ինչ խառս ես, որ դու մետը լնես վարչապետ։ Հա։ Այ կնգակնիկ։ Չես չի ուզում անդրադառնալ, բայց հիշակ հո խոսալը։ Ես մեկի վիզը կպոկեմ կառավարության ցանկացած մեկի, եթե կառավարության մաս լինելով հանդերձ ինքն հելնի քֆուր անի։ Դա նու նախույ։ Ով էր հաց բերողին, որ խոշտանգում էին Սարգսյան Սերժի վաղտ։ Ով էր Հայաստանի միպը Արման Թաթոյան։ Հա այ մատաղի ուլ։ Վիզ պոկող ես դառը։ Այ կնգակնիկ։ Դե չեմ էլ զարմանում։ Եթե Նիկոլը կարալնի վարչապետ, խոսա տղությունից, գաղութի բոզը, տղամարդկությունից, չգիտեմ ինչ-որ հոգևոր արժեքներից, եթե նամազի պես չոքի, մեր որոշ հոգևորականներ էթան ասեն, այ մարդ, էթան մասնակցենք պատարակին, Կաթրիկոսյանունը չենք տա, բայց ուստավով պտի տան, չէ։ Տեր անսասան պահիր դու միշտ, քոյից հիմնած մայրաթոր, ունդե Կաթրիկոսյանունը պտի տան, երկար կյանք դու հայրապետին։ Չէ, որտեվ աբիժնիկությունը շատերի մեջ է նստած, կապ չունի մարդը աշխարհիկ կյանքով ապրեմ, թե հոգևոր։ Խի։ Բայց մի հարցով դու ճիշտ ես, Փաշինյան Նիկոլ։ Այդ մի անգամ ասել եմ, մեդր կրկնեմ, մի հարցով դու շատ ճիշտ ես։ Եթե դու այս ամեն ինչը չանեիր մեր ազգի գլխին, մեր ժողովրդի, մենք կոնկրետ ես երբեք չէի իմանա, որ իմ ազգի մեջ այս կատեգորիայի մարդիկ կան, որոնք կարան երկու ղուրուշով ծախվեն, երկու լումայով։ Երևի ծախվում են բոլորը, երևի։ Ուղղակի ամեն մեկ իր գինն ունի։ Որտեվ ես միշտ մտածել եմ, որ մեր ազգի, իմ ազգի պես թասիբով, նամուսով ազգ գոյություն չունի։
ու իմ մտքով երբեք չի անցե, որ երեխա կորսած մայրը, ծնողը, կարա մեր բոլորի սրբավար եռաբլուրում փաթաթվի Նիկոլին ասի երեխուս կորսի քեզ կթա։ Ես երբեք չեմ պատկերացել, որ Քոչարյանի Ռոբերտի կուսակցությամբ ազգային ժողով մտած մի հատ պոռրկածին, որի անունն ազգանունա Գեգամ Նազարյան, կարա պատերազմից հետո ասի Նիկոլ դու ես սպանել իմ ապգարին, հետո հլնի ասի Սերժ դու ես սպանել իմ ապգարին։ Նիկոլն անմեղ է։ Խի դրա մարեմ ասեմ իրի գունը լողնը մեկ անցնում, հա։ Այդ գյոթու բոզի շփթփը որ ձեր վրա նստած է։ Հա։ Եթե դուք չունեք սկզբունք, բա դուք ի՞նչ գործ ունեք ազգային ժողովում։ Հա, ծայրամասեր։ Ու դուք օրակարգ եք թելադրում հային ու Հայաստանի։ Գամեն հիշում ես անի երկու կնանքի խոսալը։ Եղանակը կողեն փորա դեսի օբորանա։ Հետո կլես դալնաբոյնի գերեզման։ Կամեն կիսագրագետ են հավաքանու անդամը։ Հա ինչ, հետո ինչ։ Էս է մեր ազգի հավաքական կերպարը։ Ազգի չէ, Ժողջանի։ Ազգը ուրիշ հասկացողություն է։ Ազգի ներկայացուցիչը ամեն պարագայում ինք իր երկիշահը միշտ վերադասում։ Ազգի ներկայացուցիչը դոմփած ունի ցելկաճանջ օդի մեջ։ Ու կապ չունի երկրի ղեկինով է։ Ինքը միշտ առաջնորդվում է իր երկիշահերով։ Ախպի տղա։ Հելելա։ Ես հիվանդ եմ, ձի եփ դի բուժեք։ Դու հիվանդ ծնվել ես, բոզիս տղա։ Երևի ես քանա, որ ավել պակաս բերանած չբացեմ, արդեն 65 պլյուս ֆորմատով։ Կերան քրքրին կոմենտների մեջ ախպի բալեքը։